Ողջույն բարեկամներ, շնորհակալ եմ ձեզ, որ դեռ միասին ենք, շնորհակալ եմ ձեր աջակցության համար, ձեր նվիրվածության համար ալիքին։ Երևի բոլորդ հիշում եք, որ այս տարիներ շարունակ պնդել եմ մանավանդ Արցախի դատարկումից հետո, որ հաջորդը Հայաստանինն է, որովհետև գործունեության տպավորությունը եւ տրամադրությունը դա է հուշում, տրամաբանությունը գրեք։ Ինչ է հուշում գործունեության տրամաբանությունը։ Այնինչ Արցախում արվեց։ Չկա Արցախ, չկա պահանջատեր, չկա հաշվետվություն։ Դա էր երազում Արայիկ Հարությունյանը եւ իր հետ իշխող ռազմական եւ քաղաքական ղեկավարությունը, որ այսօր Ադրբեջանում է։ Այսինքն միշտ չի, որ իր երազանքը իրականանում է այս կարգի մտածողների, բայց փաստն այն է, որ չկա Արցախ եւ չկա պահանջատեր։ Չկա հաշվետվություն պահանջող։ Նույն բանը սպասում Հայաստանին։ Ես դա կառուցել եմ տրամաբանական հիմքի վրա եւ այսօր արդեն տեսնում ենք երկու վկայություն, որ դա իրոք նախապատրաստվում է։ Ես երեք ներկայացրեցի մեկը, այսօր ուզում եմ ներկայացնել երկրորդը։ Խնդրեմ, դիտեք միասին։ Էլինար, ես քեզ հատուկ հարց ունեի, վաղուց ուզում էի ես քեզ տամ, անկեղծ ասած, հիմա շատ լավ առիթ է։ Ես լսել եմ մի այսպիսի պատմություն, որ տեղի ունեցել զրույց քո եւ ԿՊԱԿ պատգամավոր նախկին լրագրող Սիսակ Գաբրելյանի միջև։ Դու ինձ կհաստատես կամ կասես ճիշտ է թե սխալ, որ երբ որ դու իրենց կարծեմ անցյալ տարի թե նախանցյալ տարի եղել Արցախյան դեպքերի հետ է կապված եղել թե ինչ, դու ասել ես դուք հասկանում եք, որ ձեր հետևից գալու են, դուք մի օր պատասխանատվություն եք կրելու այս ամեն ինչի համար, եւ ինքը պատասխանել է, որ եթե երկիր կլինի, կոպիտ ասած, կգաք մեր հետևից։ Հիմա խնդրեմ։ Ես իհարկե դեռ չի ուզենա անդրադառնալ, Չէ, ես եմ ուզում մասնավոր զրույց է եղել, բայց ես արդեն մասնավորը դա շատ վաղուց է եղել, շատ վաղուց ասելով մինչև Արցախը հանձնելն է եղել, եւ թեև ես իրենց հետ այդպես շփվելու առիթներ չեմ ունենում, բայց մի գործուղման ընթացքում է դա եղել, եւ ես էլի շատ այսպես բարկացած ասում էի, որ դուք հասկանում եք, ձեր պատճառով մենք կորցնելու ենք պետությունը, մենք կորցնելու ենք Արցախը, մենք կորցնելու ենք մեր պետականությունը, ոնց եք դրա համար պատասխան տալու, այո, եւ պատասխանը եղավ, որ եթե պետականություն չլինի, այդ ում առջև ենք պատասխան տալու։ Ես այս զրույցի մասին չեմ ասել։ Չեմ ասել։ Ես ենթադրել եմ նրանից ինչ որ կատարվեց Արցախի հետ։ Ընդ որում Արցախի ամբողջ 10 ամիս շրջափակման ժամանակ ես դա եի կրկնում։ Էլի դուրս գալով տրամաբանությունից, գործողությունների տրամաբանությունից։ Եթե իրանք չեն դիմում միջազգային կազմակերպություններին, այսինքն ՄԱԿ-ի խաղաղապահ ուժերի, որ իրականացնի ՄԱԿ-ի դատարանի որոշումը, նշանակում է իրանք սովի են մատնում Արցախը, որ հետո ասեն սովածենք դուրս եկանք։ Ինչը որ եղավ։ Բայց հիմա Սիսակ Գաբրելյանին ես ուզում եմ այդ հիշացնել էլի։ Գիտես Սիսակ Գաբրելյան, օրինակ Արայիկ Հարությունյանն էլ էր այդ կարգի, այդ կարծիքի, որ հանձնելուց հետո Արցախը ինքը գալու է Հայաստան ու վայելի այն ինչ որ թալանել է, ուղարկել է Հայաստան, Ռուսաստան, այն միլիարդները, որ այս ընթացքում իրանք կուտակել են։ Ոչ միայն ինքը, ամբողջ իր թայֆեն։ Մի մասն եկավ բախտը բերեց, մի մասին ուղարկեցին Բաքու, բախտները չբերեց։ Հիմա հարցը ձեզ։ Հələ թողնենք մի կողմ, դուք կարող իրականացնեք դա թե ոչ։ Դուք ինչքանով եք այս ամեն ինչը տեսնելով հանդերձ վստահ, որ դու հենց մեկը դու չես ընկնելու բան, ոնց որ Արայիկ Հարությունյանը, չէ՞ որ այդ ժամանակ ինքն էլ չէր մտածում, որ արա ոնց թե ես այսքան արել եմ, ապահովել եմ ձեր այս ամեն ինչը, որ ինձ տանեք մցրեք խուցը։ Ինչով ես վստահ, որ նույնը քո հետ չի լինելու եւ մնացած ԿՊ-ականները։ Դուք ինչով եք վստահ։ Ես ես ուզում եմ հիշեցնել, որ սա միակ վկայությունը չի դա, այսինքն իմ եզրակացությունները Էլինար Վարդանյանի հիշողությունը 22-23 թիվ։ Դեռ այդ ժամանակ դա ընդամենը թեորիա էր, սա արդեն դառնում է իրականություն։ Արցախի պարագայում արդեն իրականություն է։ Հա։ Ես ուզում եմ ձեզ ասել, որ սա միակ վկայությունը չի։ Ես երեկել էի ցույց տվել, ես այսօր եմ ուզում դուք սա նայեք։ Ղազիների նիստում Ալլահ շուքուր Փաշասադեն թույլ տվեց իրեն աննախադեպ նենգություն պարզապես
սադրիչ եւ կեղտոտ հայտարարություններ հայրաքելական եկեղեցու հասցեին։ Նախ Էջմիածինը նա անվանել է Ուչմիածին եւ ասել է, որ դա պատմական ադրբեջանական տարածք է եւ հայտարարել է, որ Էջմիածնի եւ Կիլիկիո աթոռների միակ նպատակը դա այլ ազգերի ժառանգությունը սեփականացնելն է եւ թշնամանք, ռևանշիզմ եւ արճակատում քարոզելն է։ Ուրեմն ասել է, որ հայկական եկեղեցին այժմ ծրագիր է փայփայում պատրաստում, որի նպատակը հետևյալն է, ես գրեթե բառացի եմ մեջբերում, երբ դադարի հայկական պետականությունը գոյություն ունենա, երբ իրականանա Սիսակ Գաբրիելյանի ասածը, իրենք արդեն համարում են դա իրականացած։ Տեսեք, սա այս խոսքերը 3 տարվա տարբերություն ունի, բայց ծրագիրը վաղուց է իրականացվել։ Հիմա լսենք հաջորդը։ Փորձել պահպանել Էջմիածնում հայկական եկեղեցին Վատիկանի պես ինչ որ կարգավիճակ ունեցող։ Այնուհետ բառացիորեն մեջբերում եմ։ Այդպիսով հայկական եկեղեցին ունի նենք նպատակ շարունակել իր գործունեությունը մեր պատմական հողերի վրա։ Աստորեն, մենք դեռ նենք նպատակ ունենք պահպանելու մեզ, մեր հայրենիքը, մեր եկեղեցին, սա արդեն դիտարկվում է որպես նենք հանգամանք։ Այս սա է, ինչի վրա հույսը դրել է ամբողջ ԿՊ-ն, այդ մասին բրդացրել է կանալեկ արտահայտության ամսանոց։ Սիսակ Գաբրիելյանը, սա այն է, ինչ որ անում են։ Հիմա ում ձեռքով են անում սա։ Դե պարզա չէ Սիսակ Գաբրիելյանը ում շունն է, որ մենակ սա կարողանա իրականացնել։ Անում են կոնկրետ նրանց ձեռքով, ովքեր իրենց նշանակել են, եւ նրանց ձեռքով, ովքեր իրենց հողի վրա, գետնի վրա պահում են։ Դրանք ամբողջ ուժային համակարգն է եւ ԱԱՑ կոչված ուժային մարմինները։ Հայաստանում ԱԱՑ-ն ստեղծվել է, հովանավորվել է, տրեյնինգներ նախապատրաստվել է, վերբով կարել է, բոլորը ռուսական FSB-ի կողմից։ Դա գաղտնիք չի, Հայաստանի ԱԱՑ աշխատողները Արցախից, Երևանից, բոլոր տեղերից գնում էին Մոսկվա վերապատրաստվելու։ Այսինքն պորտալը այսենց կաբելով հաստ գնում է Մոսկվա։ Բնական հիմա պետք է հարցնեմ, բայց չէ՞ որ սա թուրքերի համար անում, ինչի շկապ ունի Մոսկվան, հա։ Փոխադարձ համաձայնության հիմունքների վրա, ինչպես գրված է իրենց 1921 թվականի ռուս-թուրքական բարեկամության պայմանագրի մեջ։ Սա ընդհանրապես Արցախի խնդիր չէ, Զանգեզուրի խնդիր չի։ Սա ամբողջ պետականության խնդիրն է, որը պետք է վերացվի, որպեսզի սրանք իրենց այս տիեզերական հանցագործությունների համար պատասխան չտան, ինչպես ասում է Սիսակ Գաբրիելյանը, չկա պետություն, ում դեմ պիտի պատասխան տան։ Այստեղ ինքը մի բան էլ է մոռացել պատմությունից, քանի որ իրանք տիեզերական մասշտաբների նաև տգետներ են, սրանք չեն կարդում պատմություն, որ մենք 21 թվականին էլ չունեինք պետություն, հա, չունեինք պետություն։ Բայց ձեզ գտան ու գնդակահարեցին աշխարհի տարբեր տեղերում։ Ասիայից մինչև Բերլին, մինչև Պորտուգալիա, մինչև Հռոմ, մինչև Թիֆլիս, մինչև Մոսկվա գտան հատ ու սարկասեցին։ Այսինքն սա չի նշանակում, եթե նույնիսկ պետություն չունենանք, դուք անհոգ, ազատ շարունակելու եք ապրել։ Դա այնքան էլ այդպես չի։ Մանավանդ այսօրվա տեխնոլոգիաների դարում գտնել ինչ-որ մեկին աստծո ոչ մի խնդիր իրենից չի ներկայացնում։ Եք չեմ ասում, որ անպայման կլինեն բարեկամներ, որ այդ հարցում ես կօգնեն։ Անպայման։ Հայկական ցանցը ինքան փուճուր է։ 1-2 նամակ, 1-2 հարց, բոլորին գիտեն ով որտեղ ապրում, ով ում է ապրում, ով ում է քնում, ով ումից ինչ կախվածության մեջ է։ Ամեն ինչ բարձ է։ Դուք ուր եք փախնելու։ Եթե նույնիսկ պետություն չունենան։ Հիմա գալիս եմ այդ ուժայիններին։ Լավ, ԱԱՑ-ը, այս իրանց Մոսկվայի գլխավորությամբ միջև Աբազյան, միջև բոլոր նախկիներն ու ներկաներ ղեկավարվել են Ռուսաստանից եւ ասել են, ես պետք է լինի, քեզ ինչա պետք, քանի միլիոն սա կունա։ Դե իմը կգնաս իրականացնես սա։ Ալիևը, Էրդողանը փողի առաջ կանգնող չեն մի ամբողջ Հայաստան կուլ տալու համար, իրականացնելով իր թուրքական ծրագիրը, թուրանականը, ինչ փող, ինչ բան, չի մասնա խոսքը։
Ռուսաստանը փող չի տալի։ Ռուսաստանը իրականացնում է դրա հնարավորությունը, ասենց ասեմ, որովհետև առանց իրենց համաձայնության չոփ անգամ չի կարող շարժվել Հայաստանում։ Հիմա գալիս է մեծ սպասարկող ներքև կանգնած ուժերին, լավ ասենք, ԱԱԾ պետ կոչվածը, հատուկ քննչականի պետ կոչվածը կարող է իրանց սուպեր, եսիմիջ, այն էլ խաբել են անպայման, ապահովություն են խոստացել, որ դուք հանձնում եք, դատարկում եք Հայաստանը, Արցախի նման, ու դուք պրոբլեմ չունեք, դուք ունեք այստեղի անձնագիր, այնտեղի անձնագիր, Թուրքիայի անձնագիր, Ադրբեջանի անձնագիր, Կիպրոսի անձնագիր, ես չգիտեմ։ Հա, որտեղի անձնագիր ուրկան Ռուսաստանի էական չի։ Լավ, ասենք իրանք չունեն պրոբլեմ։ Ասենք Նիկոլը չունի իր ընտանիքի հետ պրոբլեմ։ Լավ, ասենք Սիսակ Գաբրիելյանին են խաբել, որ դու էլ անարակի զավակ, դու էլ պրոբլեմ չունես, իրական ասա ել։ Բա մնացածը։ Ես եմ ասում, բա մնացածը բեն ուժայինները։ Որ սենց իսրտե աշխատում են, որ իրենց երեխեքի թաղեն իրենց բակում։ Իրենց երեխեքի մանկությունը մեծանալը չտեսնեն։ Ինչ ասես դրանց բա։ Սա կոնսպիրացիա չի, որ ասեն Վարդան Հակոբյանը սպառնում է կամ չգիտեմ վախացնում է, որ սրանք ճիվաղից բանը հրաժարվեն, չծառայեն դրանց, չնայած որ ուղեղ ունենային, իրանք ինքնուրույն կանեին, ինձ դա հերթը չերացնի։ Բայց ես հիմա ուղիղ հարց եմ տալու։ Լսեցիք ծրագիրը։ Լսեցիք, բաց։ Բոլորը խոսում են, բոլորն արդեն գիտին։ Այն ինչ որ ես ենթադրում էի, պնդում էի, սա արդեն ապացուցված փաստ է։ Եվ հայկական կողմից, եւ թուրքական կողմից։ Դուք ինչ եք անելու ձեր ընտանիքներին։ 40-50 հազար ուժայիններ, դուք ինչ եք անելու։ Էդի մենակ գլխականակն է դրանց, բա իրանք ընտանիքներ ունեն, չէ՞։ Մոտ 250-300 հազար հայ։ Ինչ անելու։ Ուր եք գնալու այդ բոլորը։ Այդքանով գնալու տեղ ունեք։ Այսինքն դուք հիմա ամեն ինչ անում եք, որ դուք դառնաք ցիգան, գնչու։ Ես ուղղակի ուզում եմ սրանց հերթով գնանք էլի, առաջ չեմ գնա, մասա նայենք։ Ես այս մեկի անունն եմ մոռացել, Տեշահե, հիշեցի, հետո կինս հիշացեց, կոնսերվատորիայում դաս էր տալի կնոնի պատմություն։ Որ փողոցում տեսնեք հարցրեք, Տեշահե, գետինը մտնելու առիթ կա ձեզ համարիմա, ձեր ուսանողները ձեզ ճանաչում են։ Չասեք, որ դուք Աստծուն եք ծառայում, ների կողքը կանգնած։ Ես գիտեմ, որ իմ այդ ուսանողները կարող է միջև մեր կոնսերվատորիայում դաս տալի, ես չգիտեմ։ Ամեն դեպքում դուք վաղը որ մտնեք դեղ, տեսնեք, Սուրբ Սարգիս կամ փողոցում, ասեք, Տեշահեն դուք եք, որ ասի հա։ Ասեք, ձեր ուսանողները նախքին հարցնում էին։ Գետինը մտնելու առիթ ունեք, թե չէ։ Դուք ես հանցագործության տակից ոնց եք դուրս գալու։ Դուք ոնց կարող եք Աստծո անուն տալ, երբ դուք ների հետ ձեր բռնած, ընդ որում բոլորդ իմանալով ինչ է կատարվում։ Սա պատահականություն չի։ Ես ինչի օրինակ Կճոյանից բան չեմ ուզում, հաշիվ չեմ ուզում։ Կճոյանը բան է, ներ է ինքը, իծն է։ Կճոյանը հոգևորի հետ ոչ մի կապ չունի։ Բայց դու ինձ դաս ես տվել, Տեր-շահ։ Դու եկել ես ինձ համոզում ես, որ ես բանով գրեմ, գրիչով գրեմ, որովհետև գրիչով գրելու պարագայում ես իմ սերն եմ արտահայտում առ Աստված, սա քո խոսքերն է։ Ես այս ժամանակ մտածում եմ, ասում եմ, իսկ կլի, ես ասենք բանավոր յուրացնեմ, չէ, ասում եմ, գրի, բանը գրի, տեքստը գրի, որ գրելով մտնի եւ վերջո դա քո սերն առած։ Հիմա ես հարց եմ տալի, այն ինչը դու հիմա անում ես։ Ես էլ լուրջ եմ ընդունել այն ժամանակ, որտեղ ես մտածում եմ դիմացին ես հոգևորական է, հարգանքի արժանի մարդ։ Հիմա դու այդ հարցի պատասխան ունես ինձ տալու։ Ում մնացած ուսանողներին, ում խաբել ես այսքան ընթացքում։ Մտածի, որովհետև մենք բոլորս երկրի վրա քանի ապրում ենք, մենք կուտակում ենք հարցեր, որի պատասխանը պետք է վաղ թե ուշ տանք։ Ում դեմ կտանք, ինչ պարագայում կտանք, չգիտեմ, բայց ամեն մի արած գործ իր պատասխանը մի օր ուզում է։ Եվ լավը, եւ վատը։ Մտածի։
Սա ով ասա այսօր այդ բանի տեղի քահանան, որը փաստորեն էլի անունով փաստորեն նույնն էր, հիմա ասեմ ինչու նա բանը շփոթմունք ա եղել, որովհետև անունները իրանց համընկել է, պետք է մասնավորել պատարակիչ քահանա, հա Տեր Արարատը եւ հայտարարեց Սուրբ Սարգիսի քահանա Տեր Արարատը, որ եթե ես սա իրականացնեմ, ես էլ Արարատ չեմ, ես Արաբաթ եմ։ Հա, եւ իմանում ենք, որ ուրիշ Տեր Արարատ էլ կա, ասեմ, որ ուրիշի տեղից եկել է այլ եկեղեցուց եւ իրականացել է այդ պատարակը։ Այն ինչ որ նա տեսնում ենք այստեղ, սա ներմուծված քահանա է։ Որտեղ տեղի քահանան չի արել պատարակը։ Հիմա նայենք ինչ պայմաններում է այդ բանը պատարակը ստեղ նայեք հələ ուժայինները նայեք դուք ստեղ նայեք այս մասովկեքը որ ստեղծել են սրանք այդ որ կանգնած են սաղ իրանք են կողքից ոչ մի պատահական մարդ չկա ոչ մի հավատացյալ ոչ մի չգիտեմ կարող է խորը երկիշներն էին կարող գլխաշորը նկարից չգիտեմ այսքան մարդ սպասարկումը միջվածքին, որ ինքը պատարակ պղծի, ընդ որում, մենակ պատարակ պղծել չի, ես հիմա ձեզ ասում եմ, գնացեք ու մտածեք, եթե ձեր տնեցիները նայում են, թող որ դուք տուն գաք, պետք է ձեզ հարցնեն, դուք ես ինչ եք անում մեր ընտանիքի հետ, հələ երկիր բան դնում եմ մի կողմ, ես գիտեմ, որ ձեզ երկիրը չի հետաքրքրում, ձեր կանայք, ձեր երեխեքը պետք է ձեր հարց տան, ձեր ծնողները, դուք ես ինչ եք անում մեր ապագայի հետ, ընտանիքի ապագայի հետ, հələ ընտանիք, ասում, երկիրը դնում եք մի կողմ Մենք ունենք թողելու գնանք։ Որ դու այսօր քո կարիերան իրականացնես, դու մեզ թաղում ես, այս երեխեքի ապագան, այս երեխեքի մանկությունը, հա? Մեր ամեն ինչը պետք է ուրանանք դառնանք ցիգան, որ դու կարիերա անես այսօր։ Որ դու ջիպ քշես։ Որ երեխեդ iPhone բռնի, դու 15-ա Siri ունենաս կողքից։ Այս հարցը դուք իրան տալու եք, հարգելի ուժայինների ընտանիքի անդամներ։ Սա ձեր անձնական խնդիրն է, ձեր, նույնս եմ ասում, երբ որ մի հատ պատահական մարդ, շարքային մարդ, որ ասենք մասնագիտության բերումով ուժային չի, իրան մեկ էլ ճակատագիր, ինչպես արցախցիներին, սիպում է երկրից դուրս գալ, ինքը սիպած պետք է դուրս գա։ Բայց այն ուժայինի ընտանիքը, որ դուրս է գալի, ինքը պետք է հարցա իր ընտանիքի անդամին, այ ասա դու ես ինչ արեցիր։ Այս հարցը Արցախի բոլոր ուժայինները պետք է իրենց տնեցիներին տան։ Ես հիմա ասում եմ, նույնը լինելու է Հայաստանում։ Ձեր այս ընտանիքի անդամները, այս մեքենաները, որ սենց եկել լցվել են այս բակերը, իրանք իրականացնում են դա, այսենց։ Այսենց խնդրեմ Հովանեսին, հրուտեսում եք ինչ բտած եզեր են ասենց ճզմելով, գլուխը սենց սեղմելով մտցում է մեքենա։ Հիմա սա ընտանիքի անդամները, որ էս գատուն պետք է ասեն Փաստորեն դու արդեն Հայաստանում արդեն ձերբականում, որ կաթողիկոսի անունն է տալիս։ Հա? Ասեն կաթողիկոսի անուն տալը արդեն չի կարելի, ընդ որում եկեղեցում, այն եկեղեցու պատարակի ժամանակ, որտեղ իր անունը պետք է հնչի։ Սրանք վերցել են խմբագրել են, տշած ունենան կաթողիկոսին, մարդ ասում է, հոպ, ավանդույթ կա, դու չես կարա։ Մի օր կարող է Քրիստոսի անունը որոշեք չտակ։ Այսինքն մի օր կարող է ճիվաղը տեքստը փոխի, ասի Քրիստոսի անունը պետք է իմ անվան տեղը պետք է իմ անունը տակ։ Հիմա եթե մարդիկ ասեցին Քրիստոսի անունը խիչ ես տալի, պետք է այս ձևի բռնեք էլի մտցնեք, դուք կանեք, այդ մի փոլ լափի դիմաց, դուք դա անող եք։ Բայց սա հարցի մյուս կողմն է, հիմա սրանց ընտանիքի անդամներ, ում ճանաչում եք, իրանք պոտենցիալ իմացեք, ձեր թշնամիներն են։
ոչ միայն սրանք, նաև իրանց ընտանիքի անդամները, եթե չեն կարողանում իրանց ընտանիքի անդամի գամերը քաշեն, ասեն, «Էս ինչ ես անում, փաստորեն դու մեզ ոչ միայն սարքում ես այս ամբողջ ժողովրդի թշնամի, դու նաև մեր տունն ես քանդում, արա»։ Սա մենակ իմ գործը չի, սա մենակ են հասարակ մարդու գործը չի, առավել ևս Հովհաննեսի գործը չի սա։ Սա մեր բոլորի գործն է, ու առաջին հերթին բոլոր նրանց, ում ընտանիքում կան սրանցից։ Տարբեր պաշտոնների էական չի։ ՊՊՑ-ը, ԿԿՑ-ը, ԱԱՑ-ը, չգիտեմ, ընդհանրապես կապ չունի։ Դատախազա, դատավորա, սրանք բոլորը իրականացնում են նույն բանը։ Ու իրանց թվում է, որ հիմա ծառայելով Նիկոլին, իրանք ընդամենը, ոնց որ Սերժի ժամանակ էր, հա, ընդամենը գործ է, էլի փողը վերցնում ենք, ես ենք անում փող դիմաց, ես ենք անում, սենց 100 տարի առնելու ենք, առահա ձեր բախտից։ Ձեզ մնացել է մի տարի, կամ մենք ձեզ կփրկենք արա, կամ դուք կդառնաք ձեր ընտանիքներով հանդերձ թուրքի ճորտը։ Էն էլ արդեն իր հայաձողությամբ կորոշի, ձեզ ինչ անի։ Մենք այդ ժամանակ ձեզ չեն կարա փրկենք, բայց ձեր ընտանիքը պետք է իմանա այսօրվանից, որ այս ամբողջի հեղինակը այս դուք եք։ Ծնեք։ Տալու եք վեհափառի անունը, թե զեղչելու եք Տեր հայր։ Ես այժմ բանալի կտաս։ Տեր Արարատ, տալու եք վեհափառ Հայրապետի անունը։ Տալու եք վեհափառի անունը։ Դուք ասես ամբողջ կյանքները թռած եք ման գալու, այսի միջև պատարակն է։ Հիմա պատարակից հետո։ Սկսեցի, դուք ինչու կաթողիկոսի անունը զեղչեցիք, այսինքն նույնիսկ չեք էլ օրհնում, հա, օրհնություն խնդրեցի սա։ Դա ինչու կաթողիկոսի անուն։ Այսենց Արարատ, դու Արարատ չես, այսօրվանից դու Արաբաթ ես։ Իրան, այսպասի ես բաննային որտեղի բանը քահանա։ Այստեղ գրած է Սուրբ Երրորդություն եկեղեցու քահանանակ, ասեն Բանգլադեշում է սա։ Եվ այսպես վաղը ով մտնում է եկեղեցի, սրան պետքա տեսնի, ու ասի Տեր Արաբաթն ես դու այսօրվանից։ Ով վաղը մտնում է Սուրբ Երրորդ եկեղեցի, պետք է հատուկ սրան գտնի, ասի այսօրվանից դու Արաբաթն ես, դու նույնիսկ տերել չես։ Քո տերը Փաշազադեն է, դու էլ Արաբաթն ես։ Պարզա։ Ինձ որ հարցնում եք, բա մենք ինչ անենք, ես կոնկրետ բան եմ ասում, ով ապրում է տարածքում, նույնիսկ չի էլ ապրում է տարածքում, ակցիա կազմակերպեք, գնացեք, ասեք, այսօրվանից դու Արաբաթ ես, ընդամենը։ Դու մեր տերը չես կարող լինել, որտեղ քո տերը Փաշազադեն է, ոնց կարող է Փաշազադեն մեր տերը լինի։ Մաքսիմում կարող քո Նիկոլի տերը լինի։ Ուզում եք իմանալ ինչա պետք անել, խնդրեմ, ես ձեզ տալիս եմ բանալիները։ Իմանայինք եմուսին։ Սրան։ Աստված օգնական։ Սրբազան հայր Նիկոլ Փաշինյանին ներել եք ձեզ Բենթլի Կճոյան անվանելու համար աշխարհի տարբեր երկրներում։ Ինչ բաներ, ես չեմ արել այդ արտահայտությունը։ Նիկոլ Փաշինյանը մեղադրանքներ է հնչեցրել ձեր հասցեին, ասելով, որ դուք կին ունեք, երեխաներ ունեք, սիրուհիներ ունեք տարբեր երկրներում։ Դուք ներել եք Նիկոլ Փաշինյան։ Դուք եք հրահանգել կաթողիկոսի անունը զեղչել։ Այո։ Մենք փաստորեն արդեն ունենք ոչ միայն լրագրողներից փռնող պատգամավորներ, փախնող պատգամավորներ, այլ նաև հոգևորականներ, որ լրագրողը դառնում է հայ մարդը հարց տալը, ճիշտ հարցնվող մարդը դառնում է վտանգ սրանց համար։ Հիմա ես ձեզ եմ հարցնում Կճոյաններ եւ Արաբաթներ։ Մոտավորապես դուք ոնց եք պատկերացնում ձեր կյանքի ֆորմատը հասարակության մեջ, երբ որ ամեն մի գիտակից մարդ կարող է ձեզ մոտենա ու հարցնի։ Արա Բենթլի, դու ներել ես Նիկոլին։ Կամ դու ոնց կարող ես խմբագրել պատարակը։ Ով ես դու։ Կամ Արաբաթ, դու ով ես, որ խմբագրես պատարակը։ Ով։ Կարող են այս հարցերը տալ։ Դուք պատկերացնեք, դուք օրական քանի sense հարցի պետքա պատասխանեք։
Դուք ինչ եք դառնում այս պետության մեջ։ Այսօր միտեղ լսեցի, ես կոնկրետ թիվը չեմ հիշում, ասում մենք ունենք մոտավորապես 50-ի մոտ 47 թե 50 եպիսկոպոս։ Պատկերացնում եք ինչքան եպիսկոպոս ունենք։ Ու ընդամենը 7-ին է կարողացել վերբով կանի Փաշինյան Նիկոլը, այս հսկայական թվից։ Ու դրանից հետո էլ ինքը այս վերբով կանողներին ոչ միայն ինքը չի կարողանում փրկի այս հարցակումներից, այս լուտանքներից որ գալիս է իր գլխին, այլև դրանցով, դրանց ձեռքով բարձրացնում է կաթողիկոսի վարկանիշը։ Ու բերում մեզ ասում է մեզ բոլորից հասկացողներին, որ ասում է լսեք, ես իրականացնում եմ Փաշադազդեի ծրագիրը, որ նույնիսկ Հայաստանը գրավելուց հետո հայ մարդը եկեղեցի չունենա, որ դա նույնիսկ մեր համար մեծ ճոխություն է։ Այ ես դա եմ իրականացնում։ Արդեն մասամբ իրականացնել է, որ պետականություն պիտի չլինի։ Հիշում եք այս տականքները ասում, էսի է պետականություն, էսի ինչ պետականություն, էսի պետականության կրճոնենն է։ Հայ ազգը միշտ էլ ունեցել է պետականության կորուստներ։ Հիշում եք, սա իր բառն է։ Ինքն էլ է ասում, այս Իսակ Գաբրելյանն էլ է ասում, Փաշազադեն էլ է ասում, փաստացի դա արդեն ապացուցել են Արցախի վրա։ Հիմա այս ծրագրի իրականացման մեջ ունի 7 այսօր բան աջակից, եպիսկոպոսած դասից, մեկ էլ հայ էլի աջակից ունի, ես դες ցույց տամ իր աջակիցներին։ Անես չմտածեք ինչ աջակից չունի։ Հեսն, այս հենց աջակիցներ ունի, նայեք։ Նայեք, աննախանձելի։ Այս հենց աջակիցներն են, այո։ Արցախցիներն են հանձնել Արցախը, այո։ Ու Արցախն էլ ադրբեջանական է եղել միշտ։ Այո, հենց աջակիցներ են ունի։ Որպես կանոն, այս տարիքի, որ որպես կանոն բոլոր պատվարակների գնում են, որ մի հատ հետ նայես, հիշում եք այն մեկը Արտաշատից էր եկել, որ ինքը Արտաշատի եսի ինչի միության նախագահն էր եւ գնացել իր ընկերուհու ատանաբուժ մի տեղից վերցել էր եկել է։ Սա այս կարգի 10 դրամի դիմաց իրանց ավել չեն տա, որտեղ իրանք ավելին չեն էլ ձգում։ 10 դրամ, պայմանական 10,000 տող լինի։ Իրենց երեխեքի ապագան նույնիսկ իրենք այդքան ուղեղ չունեն, որ հասկանան ինչ են խոսում, սա էլ ասեմ։ Որ եթե մեկը նստի լուրջ իրենց հետ խոսա, ասի տիկին, ինչքան աշխատեցիր այդ օրը։ Ես քեզ ասեմ մի բան, քո վերջը սա է։ Ինքը կարող է նստի լացի։ Եթե հասկանա, եթե ուղեղը բավականացնի, որ պատկերացնի իր արածի հանցագործությունների մասշտաբներն ու հետևանքները, կարող է նստի լացի։ Անիծի այն օրը, որ ինքը ծնվել է, անիծի ինքը փողավերցրի, անիծի Նիկոլին։ Իրան թվում է, թե եկավ էշեշ դուրս տվեց, փող առավ, իր արածը դանով վերջանում է, ոչ։ Քեզ նմաններին, այս ոստիկանների նմաններին օգտագործելու են վերջում հանձնեն Թուրքին։ Հիմա երևի իսկ ասեք, մարդ կարող լինի մտածի, բայց ոնց հնարավոր է, հա, հզոր անին ասենք մարդուն կամ համակարգին տանել հանձնել Թուրքի ձեռը։ Ով է յուղում ապրել։ Պլյուս դե, այ միջելս չմոռանաք տարածել այս տեսանյութները, Ժորժ, ես ամեն անգամ ասում եմ ու ես մոռանում եմ, սկզբից որոշում եմ ու մոռանում եմ ընթացքում ասել։ Եվ օգնեք ալիքին ապանում։ Ով է գյուղում տեսել ոնց են ցուլ մորթում։ Չէ՞ որ մենակ մարդը չի կարող ցելի դեմ դուրս գա դանակով ու ցուլ մորթի։ Ցուլը զորա, պոզել ունի մի հատ կտա, այնտեղ բան չի մնա մարդուց, չէ՞։ Բայց ցուլը, քանի որ ինքը ագրեսիվ կենթանի չի, վստահում է տիրոջը։ Տերն էլ Նիկոլի նման առիթից օգտվելով այդ վստահությունը, որ իր մոտ է, ինչ անում է ցրին։ Տանում է որ պետք է, ասենց հանգիստ տարածացնելով, հա, ասենց սիրուն, առանց ծեծելու, առանց բանի, հանգիստ տանում է որտեղ որ իրան պետք է մորթի։ Դեմը անուշ խոտ է դնում։ Իսկ ցուլը կյանքում չի մտածի, որ իր տերը իր թշնամին է։ Ինքը դրանով է ցուլ, ինքը այդքան ունի ուղեղ եւ վստահում է։ Եվ այդ ցուլը երբ որ կռանում է այդ անուշ խոտը ուտելու, այդ ժամանակ տերը, որ իր տերն է, շոյում է, բաներ անում, հա, կմալտի կամ կացինի բութ մասով խփում է ուղիղ պոզերի մեջտեղը, որտեղ իր ամենաթույլ տեղն է եւ ուշագնաց
ցուլը տապալվում է գետնին։ Եվ վարկյանների ընթացքում նա պետք է հասցնի կտրի կոկորդը, կներեք այս մանրամասների համար։ Սա ուղղակի ուղիղ մեր պետության հետ են անում։ Պետք է հասցնի կտրի կոկորդը, որ ադունը դուրս գա, մեկ էլ այդ կենթանի երբ արդեն հասցնում է հասկանա, որ արդեն իր կոկորդը կտրել է անշուշտ, իհարկե ոտելով թափատալի այդ ընթացքում ավելի արագ է դուրս գալի անունը եւ վերջապես բրծավ բանը ցուլը։ Ինչի՞։ Որտեղ ինքը վստահում էր տիրոջը եւ հանգիստ կերավ իր դիմաց դրած խոտը։ Այս սա այն է, ինչ որ անում է պետության հետ։ Այդ ոստիկանների հետ։ Սս վզներից բռնած, գլուխները շոյելով, դեմը խոտ դնելով, այսօր արածացնում են, ինչ իր կերած խոտից գոհա։ Բաշկեվատ Վճարաստանում, չգիտեմ, լավ մեքենաներով են ֆռռում քաղաքով, հա, չգիտեմ, արտոնություններ ունեն, ամենը մի հատ բուտկայա դրել իր համար կարող կոշիկի, մի խոսքով, հա, այդ են գլուխը շոյելն ու կերակրելն այդ անասունին, միջև կգա իր մորթելու հերթը։ Բայց այդ ժամանակ որ գալիս է, մեկ էլ տեսնում արդեն իր արյունն է գնում, ուզում ես ոտելով թփրտա այդ ժամանակ, ուզում ես քեզ տուր պատեպատ, այդ կենթանի վերջացավ, դու արդեն արնահոսում ես, դու քո ընտանիքի տերը չես, դու ոչ մի բան դու չունես, դու ընդամենը բիո զանգված ես, որը թավալվում է գետերի վրա, որովհետև իրան խաբել են այս ամբողջ ընթացքում, բայց իր համաձայնությամբ, այ դուք չեք կարող ասել վաղը, ես դրա մասին չգիտեի, ես գիտեի օրենքին եմ ծառայում, դուք վաղուց օրենքին չեք ծառայում, վաղուց, իսկ ես ձեզ հիմա ասում եմ, դուք ինչի համար եք ծառայում ու ձեզ հետ վաղը ինչ են անելու, ես գիտեմ, որ դուք ինձ լսում եք, ես գիտեմ ես օրական այնքան հալվածներն ու հարցակումները, որ ես ալիքի վրա գալիս է, որտեղից է գալի, ինչից է գալի, ես այդ ամեն ինչը գիտեմ, գիտեմ, որ sense դրած տող խմբագրում եք, որ քրեական գործերից բանը հատորներ ավելի շատանան, ես թքած ունեմ այդ քրեական գործերի վրա, որտեղ եթե պետություն չի լինելու, ինչ քրեական գործ, կամ եթե լինելու է, եթե պետություն լինելու է, նշանակում է այդ քրեական գործերը ես ես տուփով տալու եմ ձեր գլխին ու ես եմ գալու ձեր դատավարությանը, հասկանում եք, կգրեք, չեք գրի, ամենաբարձր ծառից ես դրա թքած ունենամ, որ պետություն չունեցանք իմ ինչին է պետք ամեն ինչը, ի վերջո, ոնց եք դուք օգտագործելու այդ քրեական գործերը, դրա համար եմ ես ասում, ես գիտեմ դուք ինչ եք անում, ես գիտեմ, որ դուք լսում եք, գնացեք մտածեք, գնացեք ուղիղ, անձնական, ամեն մեկը մտածեք, ձեր տնեցիներն էլ ասեք, այս արդեն մեզ սպառնում է, ասում է, ձեզ տանելու են սպանդանոց, որ հարցին են ինչի ասում, ասում, որտեղ Նիկոլն էլ այդ է ասել, մենք կարանք եւ պետականություն չունենանք, որովհետեւ այն Սիսակ Գաբրելյանն էլ ասում, որ պետություն ունենք, կարող է որ պետություն չունենալով է մեր վրա քրեական գործառույցելու։ Ասեմ որ Փաշազադեն էլ ասում, արդեն պետությունը վերացված է, մնում է որոշենք Էշմիածնի հարցը։ Փաստորեն ձեզ արդեն ծախել են, ձեր իսկ ձեռով, ձեզ ծախել են։ Բայց դուք հələ շարունակում եք սրան ծառայել։ Բարձր Հիմա գնանք առաջ։ Այսօրվա այս ծառայությանը այս չխանձած խոզներ էր մասնակցում եք նայ։ Քելակետների սիրահարներ։ Պետք է բռնեն դրատին քոփ փողներ։ Էդում եք ասում, պարոն Ալեքսանյան։ Ժողովրդին։ Ո՞վ է։ Ճանաչում եք այս բաստարդին, բաստարդ գիտեք ինչ է։ Պատահական ծնունդ։ Ճանաչում եք այս խոզին։ Ո՞վ է։ Պատասխանը։ Չգիտեմ, դուք տեսաք ում եք ասում։ Ինքը չգիտեմ, սա գոռում էր քերականիկների սիրահարներ, սա էր գոռում։ Մեկն էլ գրել էր, որ Վահագն Ալեքսանյանը իր աջակիցների հետ է, սա։ Պետք է բռնեն դրատին քոփ փողներ։ Էդում եք ասում, պարոն Ալեքսանյան։ Ես սրան ուսանոմաներին հիշեցնեմ։ Այս թափոնը գիտեք ինչի է ձեր կողքը։ Հա։ Սա թափոն է։ Սա անասունի թափոն է, սա մարդիկ չեն։ Գիտեք ինչ են ձեր կողքը։ Եկամտի հետաքրքրության։ Եկամտի հետ հեռանկալով։ Որ կարող է մի բան փոկեմ։ Ձեր, ասենք,
շնից մաս պոկելն էլ քյարա, հա, ասենք ընկած անասուն են մանգալի, որ նալերը քաշեն։ Սրանք քո առաջին նալերը քաշողն են, կաշիտ քերողն են։ Ու պատկերասա, Վահագ եւ մնացածներդ։ Քանի հոգի սրանցից կմնա ձեր կողքը, այն պահից, երբ որ դադարեք դուք իշխանություն լինելու։ Այն պահից, երբ որ սրանք, այս հոտը հասկանա, որ 10 դրամի հետևից ընկնելով դուք այս անասուններին տարաք, մորթելու նույն ձև ինչպես այդ ուժայինների։ Դուք պատկերացրեք ձեր վիճակը։ Ես միշտ ասել եմ, չէ, դուք պետք է խնդրեք, որ ձեզ ապահով կարողանանք հասցնենք բանտ։ Բայց չի լինելու։ Ես չեմ պատկերացնում, այդ ինչ ռեսուրսներ է պետք ծախսել, որ մի քանի հազար քո նման անասուն կարողանալ ուղղակի ժամանակին բռնել, որ քեզ չհոշոտեն ու ապահով տանել բանտ։ Այն ժամանակ կարող է մեկ մտածենք, իսկ արժի է արդյոք ձեզ տանել բանտ։ Գուցե ամենաճիշտ դատարանը հենց դրսումը։ Մեկ Աստված sense ընդունելու է ձեր հոգիները։ Թոյիկը որոշի ու աղաղակում դժոխք թե դրախք։ Դրախտ մեկը ընդունելու է, մենք պետք է սկսենք մտածել, արա արժի ձեր վրա ռեսուրս ծախսել, որովհետև հենց այդ պահին, հենց այս հոտը, այս քո կողքը կանած, հասկացավ, արա, որ Սիսա Գաբրիելյանն այն ժամանակ ասում էր, ճիշտ էր ասում, Փաշազադեն էլ ճիշտ ասում, Նիկոլ Փաշինյանն էլ պատահական չէր ասում, որ դուք կարող պետություն չունենաք։ Դուք դառնում եք թիրախ։ Ուր եք փախնելու։ Այս դեմքով, այս գլխով, այս կենսագրությունով դու աշխարհի որտեղը պիտի փախնես։ Այդ չխանձած խոզ։ Ուր չի լինելու աշխարհի վրա տենց տեղ, որ դու կարողանաք փրկություն ունենալ։ Ես այս ալիքը չեմ փագելու։ Ես հիմա գրեմ աշխարհագրությունը ինձ որտեղ են նայում, որտեղից են նայում, գրեք ով որտեղից է նայում։ Դուք էլ կարդացեք, տեսեք ինչքանի երկրից են, քանի քաղաքից են նայում, որ դու տես вообще չունես տեղ փախնելու։ Դու նույնիսկ չգիտեմ ուր ասեմ քեզ, նույնիսկ Սիկտիվկա չես կարա փախնես, Սիկտիվկայից էլ նայող կա։ Տես ինչ քաղաքներ եմ ասում, էլ մեծ քաղաքների մասին չեմ խոսում։ Դուք ուր պիտի փախնեք։ Հա, լուրջ եմ ասում, ժողովուրդ, գրեք ով որտեղից են նայում, թող սրանք կարդան, հասկանան, որ բարես գլոբուսի վրա տեղ չմնաց։ Մենք մեր այս թշվառ մարմինները ուր ենք տեղավորելու։ Ունենց, որ մեզ չնկատեն, չի լինելու տես բան։ Եթե նույնիսկ ամբողջ Հայաստանն էլ կոտորեք, դրսում 6-7 միլիոն հայ ապրում, ընդ որում դրանք են հայերն են, որ խեղճացած չեն, աշխատավարձից ձեր կախված չեն, իշխանության հետ բիզնես չեն անում, հասկացաք ինչ հայեր են դրսում կանած։ Ձեր անունը խմես ես բաժակով ու բան օֆել չեն անի։ Դե մնացածը թողում եմ ձեզ։ Հիմա նայեք այս թշվառին։ Հա բրատ։ Այդ որ ասում են հա չէ, հա բրատ։ Այդ որ ասում են հա բրատ, ինձ քեզ թվում է ինչ որ տես կողքից հայեր են այդ պահին, էլի, որովհետև այնքան նմանություններ կան այդ առումով, որ զարմանալի։ Այդ հիմքի վրա կարելի է փորձել կառուցել այլ հարաբերություններ, հա։ 120 տարի իրար սպանելով, տեղահանելով, ասենք այդ մարդկային կերպարից զրկելով, միայն Այս անասոնի անունով գիտի։ Ես էլ չեմ ճանում, գրեք էլի, եթե կարելի է։ 120 տարի իրար սպանելով, տեղահանելով, այդ մենք ում ենք տեղահանել այդ ոչնչություն։ Այդ մենք ում ենք սպանել։ Հա։ Այդ ում հետ մենք պետք է խաղաղություն անենք։ Այդ ում դրոսներում են սովորացնում հայ սպանել կամ մարդ սպանել։ Գիտեք էլի մի սրա անցկանում։ Որտեւ սրա այն նախորդ անասունին մենք գիտենք արդեն ով է, բայց իմացեք, մենք պետք է ասած անուն ազգանուններով իմանանք։ Սրանք իրականացնում են այն, ինչի մասին ես ի սկզբանե խոսում եմ։ Սրանք պետք է պատասխան դրան, համար տան իրենց կյանքով, իրենց ամեն ինչով։ Գրեք անուն ազգանունները, եթե գիտեք։ Սպառնալիք ընկալելով, մենք ինչի հասնենք։ Ոնոլդո Փաշինյան, դիասեն։ Բա։ Գիտեք։ Ասենք Քահանաների ուղղությամբ են իրենք աշխատել, ուրիշ քահանաների ուղղությամբ են իրենք աշխատել, հատկապես այդ թեմում, Արագածոտնի թեմում։
եւ չեն կարողացել հաջողել։ Իրենք մի քահանայի ուղղությամբ չէ որ աշխատել են։ Մենք բազմաթիվ քահանաների ուղղությամբ են աշխատել։ Եվ հիմա էլ։ Դե բան գործընթաց է, աշխատում են, որպեսզի իրենք կարողանան քահանաներին համոզել։ Դե արդեն նշեցի, ոստիկանությունը կարող են մեկին շանտաժի ենթարկել, մյուսներին էլ կարող են շահագրգռել նոր տներով, մեքենաներով, այս դուրս բան եմ ասում։ Եվ չեն համաձայնվել քահանաները։ Հասկանում եք։ Այսինքն այնպես չի, որ միայն Տեր Արամի ուղղությամբ են այդ։ Իհարկե մենք ունենք շատ լավ գեղարական ուրիշ։ Ես քահանաներին մի կոչ ունեմ անելու, սա Տեր Պասակ քահանան է Մկրտչյան, որը պարզ հայտարարել է. Ես Տեր Պասակ քահանա Մկրտչյանս մինչև մահ հավատալիմ եմ իջման սուրբ սեղանի առաջ, արած իմ ուխտին։ Ես կառաջարկեի բոլոր քահանաներին, բոլոր հոգևորականներին, միանա քահանաներին չէ։ Ֆլեշմոբ, հա, Տեր Պասակ քահանայի նման տարածեք։ Ես տեսելով քահանային էլ եմ կարդացել, հա, բայց իմ համար ինքը նորություն չէր, այդ Տեր Պասակին ես չգիտեի, ես հատուկ դրամանն եմ իրան ցույց տալի։ Բոլորդ օրեկան, ամեն օր թարմացնեք, որ այն կասկածի մեջ, տարակուսանքի մեջ գտնվող քահանաները, հոգևորականները հասկանան, որ կաթողիկոսը մենակ չի եւ Փաշազադեն չի որոշում Հայաստանի ճակատագին։ Տարածեք։ Եթե ձեր մեջ ցանկություն կլինի, մարդ կլինի, որ ցանկություն ունենա խոսելու, ես սիրով եթերը կտրամադրեմ։ Սանեք։ Ավինյանից սկսած կան։ Պարոն Ավինյան, ինչ է սա, ամբողջ քաղաքապետարանի աշխատակազմին բերել ես բանի։ Լավ, դուք լավ եք։ Պարոն Ավինյան, հրահանգով չեն գալիս այստեղ պատարակի։ Մի հատ կարճ կասեք։ Ոչի հա։ Բա ինչու են բոլորը եկել։ Ինչու օրինակ ուրիշ տեղ չեք գնում։ Մի վայր, նա տես Ասի ես իմ ճիշտ տեղը հրավիրեմ հրավիրեմ։ Այստեղ է ձեր տեղը, պարոն Ավինյան։ Մի հատ այս կողմ կնայեք, պարոն Ավինյան։ Այս ձեր սիրուն կուրտկո մի հատ այս կողմ կնայեք։ Պարոն Ավինյան, ինչու է քաղաքապետարանի ամբողջ աշխատակազմին բերել այստեղ պատարակի։ Որ Փաշինյանը չգա չեք գալու, չէ հարց եմ տալիս։ Ինչի՞ օրինակ Սյունիքի մարդ չեք գնում պատարակի կամ Երևանի այլ եկեղեցիներ։ Նույնիսկ կրկնեմ, սրանց դեմքերով պետք է, այսինքն բոլորն էլ ճանաչում են ովքեր են սրանք։ Սրանց հրամանով պատարակից պատարակ վազվզողները պետք է հասկանան մի բան։ Իրանք արագացնում են իրենց կործանումը։ Ոչ թե ես եմ իրենց պատժելու, չէ, ուր էլ եթե ես հնարավորություն ունենայի պատժելու, վաղուց գտնում եք այնտեղ, որտեղ որ պետք էր։ Չէ։ Ձեր բախտը չի բերելու, որ դրան հասնի, հասկանում եք։ Դուք արագացնում եք ձեր կործանումը։ Թուրքը գալու է մտնի ձեր տները։ Նորից լսեք, արագ, թուրքը չի գալի ձեր հետ ապրելու։ Թուրքը չի ուզում հայ հետ ապրել։ Թուրքը չի պիտի հայ հետ ապրել, թուրքը հայի տեղն է ապրում։ Գնացեք մի հատ այդ Բոսվոր այդ նեղուցով դուք Թուրքիա սիրում եք, չէ՞ գնալ։ Կամ բանին հասցրեք։ Ճիշտ է, Թուրքիա շատ սիրում գնալ գալ։ Հովսեփ Խուշուձյան։ Այնտեղ վերբով կա ուղարկեցին, չէ՞, 16 թվականին հիացած եկել էր։ Մի հատ գնացեք այդ դարմանելով, sense ման կտան անպայման, որ այդ ափին նայեք Բալյանների սարքած շենքերը, որ այսօր թուրքական կառավարիչներն են նստում։ Դրանք հայերի տներն են, հայերը չեն ապրում այնտեղ։ Ինչքան սիրուն շենք պատմական տեսնեք Ստամբուլում, դա հայերի սարքածն է։ Մատ հարց տվեք, բա հայերը ուր են։ Եվ պատկերացրեք, որ ձեր բոլորի տները, որ անպայման շքեղա լինելու ես չեմ էլ կասկածում, դուք այնտեղ չեք ապրելու արա։ Ձեր տեղը գալու են իրանք ապրեն։ Իրաց փախստականներն են գալու ձեր տեղը ապրեն։ Հետո ցույց տան նկարեն, որ ասեն մեր փախստականը ապրում ասենք Ավինյանի տանը, քաղաքապետի տանը, տեսեք, հիշում եք բանում Արցախը սրանք գրավելուց հետո որ ցույց էին տալի դրանց ապարանքները, որ մենք ասում իրանք մտել էին, նկարում էին,
Արցախի օլիգարխերի տները, հիշում եք, այդ էս անելու են Երևանի հետ։ Այդ էս անելու են ձեր բոլորի հետ։ Հիմա դուք սրանց ծառայողները արագացնում եք այդ օրը, ընդհանրապես։ Վերջ։ Հեսա լսենք։ Ուրեմն դիտեք այս դրվագները։ Կասկածի տակ առնել հայոց ցեղասպանության իսկությունը նզովյալ պիտի լինի սերնդեսերուն։ Սա Արշակ Սրբազանն է։ Դե ինչի այնքը հիմա հարվածի տակ, հարցակման տակ, որովհետև բարձ հայտարարել է, ով կասկածի տակ դնի ցեղասպանության իսկությունը, թող նզովյալ լինի։ Այն ինչ որ մեռանք կաթողիկոսից ուզելով։ Այ մարդ մի ձեն հանի։ Չարեց։ Ինքը չարեց, Արշակն արեց։ Դրա համար Արշակի վիզիոներն է տարածվում։ Տեսնենք էլ ինչ ասել։ Մենք տեսանք, թե 18 թվականին երկիրը բարեփոխելու իրենց ջանքերը ինչի հանգեցրեց։ Երբ որ իշխանությունը դառնում է սպառնալիք պետության համար, այլևս 5-րդ շարասյուն մեղադրանքը կորցնում է իր ակտուալությունը եւ բովանդակությունը։ Ես չեմ չափազանցնում, քաղաքագիտական իմաստով այս ձևակերպումը ֆանտաստիկ էր։ Երբ որ իշխանությունը դառնում է այս կարգի բռնակալ իշխանություն, Էլիան 5-րդ շարասյուն պետք չի։ Բացարձակապես։ Դա իր ակտուալությունը կորցնում է։ Ես Արշակի երբեք չի լսել, այստեղ ուղղակի զում գլխարկս անեմ։ Փորձում է ջնջել պատմական մեր հիշողությունը, անիցիալ պիտի լինի դրա ու դրա ընտանիքի անունն ու հիշատակը։ Բայց ի տարբեր Ընտանիքի անունով հիշատակով անիցիալ լինի։ Հիմա հարգելի քահանաներ, դուք ունենալու եք պատարակներ, որ բոլոր տեղերը չի կարողանալու ինքը գապակցի։ Ու ինձ հետաքրքիր է վերջը, ինքը քանի տեղ դեռ պետք է գնա։ Այս հոտին իր հետևից, քանի տեղ պիտի սենց տանի։ Այնքան է տանելու սանկսեն պատարակները անգիր երկել։ Քանի տեղ է տանել։ Ամեն դեպքում, որտեղ ինքը ոչ չկա, քահանաներ, եթե դուք չասեք այն ինչ որ Արշակ Սրբազանն է ասում, որ ով որ ցեղասպանությունը ուրանա, հայկական պետությունը ուրանա, եկեղեցին ուրանա, թող հավիտյանս հավիտենից ընտանյոք հանդերձ անիծված լինի։ Ուրեմն ես չգիտեմ ձեզ ոնց վերաբերել։ Դուք պիտի ասեք։ Դուք պիտի դառնաք այս process-ին դիմադրող ուժ, լուրջ, ձեր հնարավորությունների մեջ, ձեզ չեն ասում, սնայպերը վերցրեք, խփեք դրանցից մեկին, չէ՞։ Ձեր ծառայություններով։ Ինձ մարդիկ, ովքեր ունեն լծակներ, ռեսուրսներ, հետևողականորեն որոշել են իրենց դուրս չեկող դիրքորոշումներով հանդես եկող անձին ոչնչացնել։ Հիմա բարձր չէ, ինչ են Արշակին հենց ձերբակալը։ Ինձ այսօր որ շատ գրեցին, թե ես ինչու չեմ անդրադառնում, ինչու չեմ մեծանում, հա, սենց ոգևորվում, Հռոմի պապը Պորսո հայկական տաճարն եմ կերա, պատյարքարը։ Ես 100% կանադառնայի սա, եթե պատյարքարան մտնելուց առաջ, կամ թեկուզ հետո, բայց լավ կներ առաջ, առաջի գործը որ ինքը աներ, գնար կանգներ Այա Սոֆիայի դիմաց, Սուրբ Սոֆիայի տաճարը, որը, հասուն տեսեք, եթե Հայաստան դնենք մի կողմ, դա առաջի քրիստոնեական երկիրն է, այսինքն լավ, երկրորդ քրիստոնեական կայսրությունն է, Բյուզանդիան դա երկրորդ քրիստոնեական պետությունն է, Հայաստանից հետո, որը քրիստոնեությունը հաստատվել է էլի պետական կրոն 325 թվականին, հա? Քրիստոնեական կայսրության ամենամեծ տաճարը ու դա կաթոլիկ տաճարը։ Սա ուղղափառ բանա, չէ, հայկական, դա կաթոլիկ իրենց տաճարն է։ Գնար կանգներ բանի դիմաց, ասեր, ես ինչ եք արել։ Ուրախ չէ։ Սա իմ ժառանգությունն է, դուք ես ինչ եք արել։
Դայից հետո որ գալ մտներ հայկական եկեղեցի, կասեի սա քաղաքական, պահանջատիրական, կոնկրետ սկզբունքային քայլ էր, այսել տեսեք էնի իր վերաբերմունքը, այսել հաջորդ վերաբերմունքը։ Բայց քանի որ նա չկա, սա ընդհանրապես իմ համար Ռոմի Պապն է եկել, որոշել է մատել հայկական եկեղեցի մտի։ Ոչ ավել, ոչ բան։ Այսինքն ինքն է եկել, թե մի տուրիստ է եկել քաղաքական իմաստով, հետաքրքրության իմաստով եւ հետևանքների իմաստով, ոչ մի տարբերություն չկա։ Բացարձակապես, որովհետեւ իրա գալը Թուրքիա կարդարացվել բացառապես մենակ այդ հանգամանքը շեշտելով, որ դուք էս ով դարակ, որ աշխարհի առաջ ամենամեծ կաթոլիկ տաճարը քրիստոնեական դուք վերցնեք, պղծեք, սարքեք մզկիթ։ Ցավոք ոչ մի Հռոմի Պապ դա չարեց։ Դա բան ժողովուրդ ջան, ես ան ոչ մի նշանակություն չեմ տալի, չեմ անանորվում ոչ թե իմ համար մեկը այնտեղ խմբեր, հա, պատիարքարանը ինչ վիճակի է, չէ, մեկ չի, բայց սա ես չեմ դիտարկում ոնց որ ինչ որ մի հատուկ մի բան։ Ես սա եմ ուզում նայենք, Վախթանգ Ղուկասյանը բանտից անդրադարձել է Արշակ Կարապետյանին, իր բացահայտումներին։ Լսենք։ Ղեկավարներ, մինիստրնի եւ ուզում են դառնալ Վախթանգ Ղուկասյան։ Մի հատ միկրոֆոն դրեմ են դեմները, կուտուրական սեղանաթոռ, նստում են ու սկսում են բլոկ վարել։ Այդ դες խոսալ։ Օրինակ վերջերս Արշակ Կարապետյան։ Նստե խոսում։ Այն մստեջ ես Արշակ Կարապետյանի դեմքով այդ գեներալի անդրադառնում եմ բոլորին։ Երեք չեմիսորա ելույթ հավլեցել, դրեցին կարճ մի հատված լսում եմ, նախ մինչև խոսումա ոնց որ տնանդաբերի։ Մեկը ինչ ասում, ասում է կա փաստաթուղթ 39 թվի Նիկոլ Ագենտա, չգիտեմ այնտեղ, այդ փաստաթղթի մեջ էլի մարդկանց անուններ կա, եւ այլն։ Արա ջան, Արշակ Կարապետյան ջան։ Ես չեմ ասում չկա այդ փաստաթուղթը, ասում ես կա, ես քեզ հավատում եմ, կա։ Ես դեպի չտա մսեմ ճիշտ կա, ախպես ցոց տուր։ Վախթանգ Ղուկասյանը ինչ էր անում, Վախթանգ Ղուկասյանը մտնում էր եթեր, բազմատիրաժ բառապաշարը բացում էր, հետևից իրեղ էր ապացույցը գրուկ, պեչատուկ, հանը միանգամից չպսնվելը չէր ասում, որ մի բորզի տղա հանգած վրավը չլյասի լպի շուտա, ու գնում է, ու գնում է, Էջ ես գուշացում, գիտես ինչ, եթե դու ես բանը չանես, սրան բաշը թողած, սրան բաց թողած, սրա հետ քնես, սրա հետ զարթնես, ես ես ուղտը կտենեմ, ես ես չեմ որ, մի անգամից հնում ու բոմը կսրե կլխին։ Ստեղից արդեն մարդիկ հասկանում են, որ այս մարդու հետ գործարկի գնաց չի լինի, որովհետև գործարկի գնացող մարդը քո նման է խոսում։ Հենց ասում եմ, եթե չխոսա, եթե չանես կտնես, այսինքն դու արդեն կամուրջ ես ստեղծում բանակցությունների եթե անգամ նման փաստաթուղթ կա։ Սա մեկ, մեկ։ Երկրորդը, այս իշխանությանը փաստով մարդիկ եկան հատուկ ծառայություններ, հիմա ռուսներն էին, պարսիկներն էին, չգիտեմ։ Հենց նկարել էին, չէ, Նիկոլին, Նալե Սիմոնյանին, մյուսին, անչափահաս երեխաների հետ, 13-14 տարեկան, տվեցին անուն ազգանուններ այդ երեխեքի, որևոր ռայոնից ակնհայտ մեղադրեցին մանկապարտության մեջ, հոդվածներին, փաստացի, սրանց վրա չկար ասա, վերաբասի դեպի շուտ է, դեպի մուտիտ է, այա մուտիտը որն է, լրագրողը հոդվածը տրել անուն ազգանունը կա, մուտիտ էլ գնայք դախտի տայք, Աննա Վարդապետյան, Արամ Աշխար, քեզի շինի, ու անընդհատ շինի, այդպես։ Չգնացիր դրա հետևից, մարդիկ դրին փաստություն ստորեցին։ Այդ երեխեքի անուն ազգանունը, որ Նիկոլը պետոֆիլ է, Ալեն Սիմոնյանը պետոֆիլ է, Սիսին պետոֆիլ հոմոսեքսուալիստ է, ու տեսնիքն հենց հոմոսեքսուալիստը ջանդամ, նորմալ է, երկու ворդ հաստրեն իրար, երկուսը չափոթեն ինչ ուզեն թվանեն, բա երեխեքից ինչ գործ ունեք, բոզի տվեք։ Դրին, ոչ մի ժողովուրդը չելա փողոց, նորմալ երկրում, հիմա հելե հոշոտել էին։ Թե նրան, պարլամենտական լսումներ անգամ չեղան, ոչ մի հետաքննող լրագրող չգնաց այդ երեխեքի հետևից, գյուղերով, անազգաններով, տարիքներով ասացել, միացել գնային ասել, Կարեն ջան, 14 տարեկան սիրուն տղա ես, Ալեն Սիմոնյանի հետ լոտքի մեջ չէր անում։
կամ Նիկոլի հետ, կամ Սիսիի հետ, կամ Պուպուլի հետ, ինչ եք անում, այդ օրինը ինչ եք անում, տղա ջան, աստղերից եք խոսում, ասուբնի, ընդեղ չգիտեմ այլ մոլորակնի, ինչից եք խոսում տեղաշորի մեջ չարետ պակաս, հա? Ոչ մի բան, այսօր դրե ասում ես փաստաթուղթ կա, ախպեր կա ցուսուս, միայն փաստով, միայն։ Եվ այսպես։ Ես ում հերթով գնամ։ Տեսանք, որ ասում փաստաթուղթ կա, ես առաջին օրն էլ նույն ձևի ասեցի, կա, այդ փաստաթուղթը ով է քեզ բերել տվել։ Եթե այդ փաստաթուղթը կա, որ ինքը գործակալ է, էլ Ամերիկայի գործակալ, քեզ այդ փաստաթուղթը ով էր տալու։ Իսկ դու ռազմետքի պետն ես եղել, եթե այդ փաստաթուղթ կա, ուրեմն դու պետք է իմանայիր։ Դու ռազմետքի պետ լինելով հանդերձ դու իր մոտ աշխատել ես խորհրդական, հա, պաշտպանության գլխավոր շտաբի պետի տեղակալ, պաշտպանության նախարար, նշանակում է այդ ամեն ինչ իմացել ես։ Այսօր էլ ասում ես, ես այդ փաստաթղթերը ունեմ։ Ես կարող եմ ենթադրել, որ դուք այդ փաստաթղթերը այդ ժամանակ էլ ունեիք, ու Փաշինյան Նիկոլն էլ, ինչպես ես պնդում եմ, իրականացնում է ձեր ծրագիրը, ընդ որում ձեր աջակցությամբ եւ այն ժամանակ, երբ որ դու ռազմեկի պետ էիր, գլխավոր շտաբի պետի տեղակալ էիր, հետո պաշտպանության նախարար էիր, եւ այն ժամանակ եւ հիմա, որովհետեւ եթե դուք կուզենայիք կասեցնել, այդ փաստաթղթի մասին խոսալու փոխարեն, այդ փաստաթուղթը կհայտնվեր մարդկանց ձեռքը։ Բաց բոլորին, որ ոչ մեկ Աննա Վարդապետյան չասեր, սուտ ատես փաստաթուղթ չկա, սա լրտես չի։ Դու Փաշինյան Նիկոլի ամենաարդյունավետ օգտագործվող գործիքներն եք։ Սա առանց կասկածի։ Հիմա մյուսը, այդ մանկապարտությունը, մենք դա մասին խոսացել ենք։ Ստից մի հատ հերքում գնաց, բայց իրոք, անուն ազգանունները կա այդ երեխեքի, բայց մեր լրագրող չհետաքրքրվեց այդ երեխեքը ովքեր են, դրանց ճակատագիրը ոնց է։ Ոնց, ինչ եղավ։ Ի վերջո դա հանցագործություն է, այդ նույն հանցագործության հիման վրա, հիմա ամբողջ ամերիկյան կառավարման համակարգը փնվում է։ Նույն հանցագործությունն է, նույն սխեմա։ Ամբողջը փնվում է, ես ասեմ, եթե լրագրողները գիտեն այս ապացույցները կա, ուրեմն այդ ապացույցները ինչ որ մեկի ձեռքն է, չէ՞։ Այդ ապացույցները, քանի ինչ որ մեկի ձեռքն է, այս ամբողջ կառավարությունը դրա գործիքն է։ Դրանց գործիքն է, այսինքն այսօրվա հայկական կառավարությունը ինչ որ մի կառույցի գործիք է, այսինքն ինչ ուզենան դրանք, սրանք պարտավոր են անել այդ փաստերը չհրապարակելու դիմաց։ Դուք հասկանում եք, որ մենք մեծագույնս մեծ Նիկոլի մեջ ենք, ազգով։ Բա մի լրագրող, չվերցնեք դրանից գնար դրա հետևից, մեզ էլ փրկեր, մեր երկիրը գիտեք ոնց փրկեր։ Բացահայտել, որ sense բան ա եղել, այդ կամպրոմատ ունեցողներն էլ sense, որտեղ հիմա այդ Էփշտեյնի լիստը հենց ցուցակը բացվեց, Մոսադը կորցնում է լավագույն ագենտներին, լավագույն ազդեցության գործիքն է կորցնում։ Ցանկացած մարդու համար դա տենց է։ Հենց բացահայտվում է կամպրոմատի օբյեկտը, կամպրոմատը դառնում է արդեն փուչ, այդ դու ինչով է շանտաժանել այդ մարդկանց։ Հիմա այս հարցով, որ ոչ հայտարարությունն է, որ ոչ մի քննություն չեղավ, մեկ երկրորդը չպարզեցինք ով որ երկիրն է, չնայած գիտեմ որ երկիրները պետք է լինեն այդ փաստերին տիրապետող, անպայման եւ Ռուսաստանը եւ Ամերիկան եւ Իսրայելը բնականաբար։ Բա դուք սրանցից ինչ եք ուզում, սրանք ուզում եք ինքնուրույն քայլեր անել, սրանք մանկապիղծ, ազգապիղծ, սրանք, հա, ինչա պիղծ ուզում ես ասեք, ինչ ասեք վերջում դնեք պիղծ սազում է սրանց վրա։ Իրենց աջակիցներով հանդերձ, իրենց համար ծառայողներով հանդերձ։ Ինձ ամենաշատը գիտեք ինչն է, ստե վախեցնում։ Ում որ երկրների ձեռքն է այս փաստաթղթերը, այս ապացույցները, ու իրանք ինչի են լռում, ու միջև ոնց եւ միջև երբ ու ոնց կարող են այս կամպրոմատները սրանց նկատմամբ օգտագործել։ Կասկած չունենանք, որ թուրքական ռազմավարներն էլ ունեն այդ ամեն ինչը։ Նշանակում է սրանք այդ փաստերը չհրապարակելու դեպքում, բան այդ չհրապարակելու դիմաց ուրեմն հեծներ կտան թուրքերին,
գեսնել կտան թուրքերին, երկաթգիծներ կտան թուրքերին, Հայաստաններ կտան թուրքերին, ամեն ինչներ կտան թուրքերին։ Դուք հասկանում եք մեկ ինչ բանի մեջ եք։ Դա վայ ասում, մենք աղացը չունենք։ Մեր աղացան թիվ մեզ սպառնալիքն է այսօր այս պետականության։ Մեկին էլ լսենք։ Եթե օրինակ Թուրքիան որոշեց այդ Թուրանը ստեղծի, Հայաստանի ուժի բանն է դա կանգնեցնելու։ Հայաստանը կարող է դա կանգնել 90 միլիոնից պետություն կարող է։ Լսեցիք, ուսա Նոյան Տապանի հյուրն է։ Այսինքն Նոյան Տապանի որակը այնքան է, որ այս կազքի մտքի աղբ կարա հնչի ինտեղ անպատասխան շարունակությունը լսենք։ Այսինքն ինչ տափակաբանություն է, էլի, նայեք, բազմապես այդ թուրքական վտանգը, Թուրքիայի լեշը անընդհատ կա։ Ինչ լուրջ դեմքով է լսում։ Նախանձելու լրջությունը։ Բա Թուրքիան Թուրան չի ուզում։ Որ Թուրքիան ուզենա այդ Թուրանը Հայաստաններ խիխանվարել։ Պատկերացնում եք։ Հալած յուղի նման անցնում է։ Հալած թուրքական սպառնալիքով չթույլատրել Հայաստանին ելք որոնել։ Իսկ ընդհանրապես նայեք, պետությունները չեն առաջնորդվում հույզերով։ Եթե հայությունը շարունակեց առաջնային դիտել իր հույզերը, ինքը կտապալվի պետականաշինության մեջ։ Եթե հասկացաք, հույզերով մի առաջնորդվի։ Այ ինչ որ հիմա կատարվում է, դա չի տապալվելը։ Այ եթե մենք հանգարց փորձենք հույզերով փորձենք կախել այն ինչ որ ուզում արվի, այդ ժամանակ մենք կտապալենք մեր պետականությունը։ հաղթարի հույզերը լինի ռացիոնալ մտածողությամբ, քաղաքականություն դիտի առաջնայինը։ Ինքը շատ բաներ կհաղթարի։ Հիմա Թուրքիայի թշնամանքը կա, ճիշտ է, բայց պետությունը թշնամանքով չէ շարժում, պետությունը շարժում պետական շահով։ Երկրորդ աշխարհամարտից հետո սովետական միությունը եւ Գերմանիան հարաբերություն չեն ունեցել։ Եվ միանգամից անցավ ուրիշ թեմայի, հարաբերությունների մասին խոսք չկա։ Փաստորեն Հայաստանը ոչ մի դեր չունի։ Ուղղակի Թուրքիան չի ուզում է Թուրանը վերականգնի։ Չէ, չի ուզում։ Ճիշտ է, իրանք ասում են։ Թուրքիան ասում է։ Թուրքիան ասում է, Ադրբեջանն ասում է, բայց Թուրքիա եւ Ադրբեջանի դեսպանները Հայաստանի մեջ հերքում են դրանց։ Այ մարդ ասում է, չկա տես բան, որ ուզենալ Հայաստանն է խանգարող ընդեղ։ Ու դա ընդորնեն կոչվում է տափակաբաններ, որ Հայաստանը խանգարում է Թուրանի ստեղծմանը։ Գիտես մեկ։ Մի ամբողջ պատմական ընթացք, ասենք մի 100 տարի իր բոլոր պատմաբաններով հայ, բոլոր քաղաքագետերով հայ, ակնհայտ ճշմարտությունից որ խոսացել են, որ Հայաստանը ոսկոր է Թուրանի ճանապարհին, թուրքերն են ասում, ադրբեջանցիներն են ասում, հայերն են ասում։ Ասում են բոլորը տափակ են։ Մենակ այս մտքի գիգանտ ոչնչությունն է, որ ջոգել է ամեն ինչ, զտալու նիկոլական է։ Ու մեկն դիմասի լրագրողը, ոչ մի բան առարկություն չունի։ Սրանք իրաց պրոպագանդայի մեջ ընդեղ են հասել, որտեղից արդեն էլ ելք չկա, բան չկա։ Ուղղակի կիրթ բառապաշարի մեջ են հնարավոր չի նկարագրել սա, էլի։ Տարի Երևանում ապրել է կյանքի համար ավելի վտանգավոր է դառնում Քրիստինե Վարդանյան։ Երևանի ավականու անդամ Քրիստինե Վարդանյանի Facebook-յան էջի գրառումն է։ Մեծերը պետք է գիտակցեն, որ ամենաանպաշտպանն են եւ թիրախում են երեխաները։ Ինչի մասին մենք քանի օր խոսում ենք։ Այսօրվա երթը մեկ կարևոր նպատակ ուներ՝ ուշադրություն հրավիրել օդի որակին։ Շնորհակալություն կազմակերպիչներին։ Սա ընդամենը օդի որակ չի, սա պատահականություն չի, սա այդ ամբողջ հրեշային ծրագրի մի մասն է։ Հրեշային ծրագրի։ Որովհետև ձեզ բարձրելի ապացույց բերեմ ինչի են սրանք վստահ, որ վաղը պետականություն չի լինելու։ Որովհետև դուք ինչ եք կարծում, եթե դուք երկարատև ապրելու ծրագիր ունեք մի տարածք, դուք կթունավոր եք դա։ Եթե դուք մտագիր եք այդտեղ ապրել։ Չէ։ Եթե դու մի տարի մտադիր եք մի ծառի բերքից մի քանի տարի օգտվել, դուք կփոկեք դրա ճյուղերը։ Չէ։ Դուք կկտրեք այդ ծառը։ Չէ։
Սրանց ամբողջ գործողությունները, ծառերի հատումը, այդ շինարարությունների թույլտվության ծախումը վաճառելը, պատկերացրեք ինչ են անում։ Գիտեն, որ իրաց մի տարի ժամանակ է մնացել, ուրեմն անհնարինը անում են վնաս տալու եւ փող աշխատելու։ Վնաս տալով կծում են ծառերը, սպանում են ժողովրդին, այս էկոցիդ են անում։ Եվ ամենակարևորը փող աշխատելու համար ում ինչ շինարարության թույլտվություն բան պետք է այդ տալիս են փողի դիմաց ու շինարարները չեն հասկանում մի բան կարևոր։ Այդ շինթույլտվությունը որ վերցրեցին իրանք կարողանալու են շենքը կառուցել այդտեղ։ Այսինքն շենքը կառուցվելուց հետո այդ միջավայրում ապրող լինելու է։ Չէ՞ որ սրանք տալիս են թքած ունենալով անվտանգության կանոնների վրա, թքած ունենալով այդ ջրի, կոյուղու, հոսանքի մատակարարման, ամեն ինչ մանրամասների վրա թքած ունեն, ուզում ես ստեղ, չգիտեմ, ես իմ սարքես, փողը դու սարքի։ Սրանք այտենց են վերաբերվում, որովհետև հասկանում են, կյանքը կարճ է։ Իրանց ոչ օդն է պետք, ոչ ծառն է պետք, ոչ մի բան, ոչ էս քաղաքի ապագան է պետք։ Բացարձակապես պետք չի ոչ բան։ Իրանք ինչքան փող կարողանան այս կարճ ժամանակամիջոցում քերեն, այդ է իրաց մենակ հետաքրքրում։ Բա շինարարը, որ պատկերացնում է post office-ի շենքը սարանի վրա, քանդի, թունելի վրա 25 հարգանի շենք սարքի։ Ինքը վստահում է այդ քաղաքի ճարտարապետին, որ ասել են հա հնարավոր է հաշ չկա։ Հասկանում եք ինչ եք անում դուք։ Ուրեմն այս տեսանյութը ձեզ ներկայացնեմ, այս կինը իրեն Վիկտորիա Մասսիմոն, միջազգային քրեական փաստաբան է եւ մարդու իրավունքների պաշտպան։ Տեսա ուղերձ հրապարակել, նա ներկայացնում է հայերի էթնիկ զտման, բռնի տեղահանման եւ Բաքվի կեղծ դատավարությունների միջև կապի մասին։ Բանով կոչանելով միջամտել քաղաքական ղեկավարների այս պրոցեսների մեջ։ Չգիտեմ, սա իրավական քաղաքական առումով ինչ մեծ իրադարձություն է, չեմ կարող ասել, բայց փաստն է, որ կա խնդրի թարմությունը եւ ես ուրախ եմ թեկուզ փոքր մասշտաբների վրա դրա տարածմանը եւ թարմ պահելու գաղափարի միջև կունենանք պետություն եւ այդ ամեն ինչը կգա կընկնի իր տեղը։ Հիմա տեսնենք ինչ է կատարվում Ուկրաինայում ու վերադառնանք Հայաստան։ Украинская сторона потребовала убрать. Во время переговоров украинская сторона потребовала убрать один пункт, а именно проведение аудита по всей выделенной помощи. Это заинтересовало. Что же такого аудиторы могут выяснить, раз вы этого так боитесь, что даже делаете условием в принципе мирных переговоров? Неужели все эти миллиарды, все эти бесконечные бабки, которые должны были пойти на войну, в итоге оказались в руках злоумышленников? Только по линии США с 2022 года Украина получила более 120 миллиардов долларов, а Евросоюзу больше 80, и это только официально. Как говорил великий классик Ян Топлес, мы должны ставить камеры в банях, где они дают взятки. И тут я подумал, да, и начал искать подозреваемых. Зеленского я сразу отмел, ведь очевидно, что он ни о чем не знал, а если и знал, то он уже нелегитимный президент, а значит за коррупцию не несет никакой ответственности. И оказывается, что американцы считают, что в этом замешаны Минтич, Ермак и другие чиновники. Зеленский ни в чем не виноват. Нет, здесь явно прослеживается иностранный след. И этот след, вы не поверите, привел меня к европейским лидерам. Ведь в том же мирном плане был пункт о том, что замороженные активы пойдут в США и будут использоваться для восстановления Украины. Европейцы потребовали переписать этот пункт. И эти деньги теперь пойдут им. Знаете, в искреннее желание Евросоюза восстановить Украину я, конечно же, не верю. Однако тут соль в другом. Все это время европейцы пытались придумать, как заработать русские деньги и при этом не сломать мировую финансовую систему. Я об этом не раз говорил, но теперь пришло время углубиться в историю. После Второй мировой войны возник так называемый негласный, но жесткий консенсус. Государство. Ամենակարևոր մասին։ Աստորեն Զելենսկին խնդրում է որ հանել պայմանագրի կնքելու պայմանագրի մեջից այն կետը, որը ենթադրում է աուդիտ արվի, ասենք ստուգվի այն օգնությունները, որոնք եկել է Ուկրաինա։ Այդ կետը չի ուզում։ Ինքը չի ուզում որ աուդիտ արվի, այդ փողը ոնց է ծախսվել։ Իսկ այդ փողը ոչ ավել ոչ պակաս 200 միլիարդ դոլար է։ 120 եկել է Ամերիկայի Միացյալ Նահանգներից, 80-ը եկել է Եվրոպայից։ 120 միլիարդ դոլար 3.5 տարվա մեջ։ Եվ Զելենսկին չի ուզում որ դա վերաբերյալ աուդիտ լինի։
հասկանալի է, չէ՞։ Մյուս մասով իրան բանը 4 նախարարների, երբ որ Ամերիկայի Միացյալ Նահանգների այդ հակակոռուպցիոն դատարանը պարզեց $100 միլիոն ընդհանրապես խախտում դեռ առայժմ, ինքը հեռացրեց 4 նախարարի, որոնք պատասխանատու են դրա նկատմամբ, թողնելով դեռ անձեռնմխելու Երմակին, որով ինքն է այս ամբողջ համակարգի գլխին կանգնած, եւ իր գլխին կանգնած։ Սրա մասին վաղուց գիտեին բոլորը, վաղուց ասում էին, որ հեռացրա, հրաժարվի դրանից եւ այլն եւ այլն։ Հիմա այսօրվա բոլոր վերլուծությունները գնացել են նրան, որ Երմակին հեռացնելով հիմա ինքը փաստորեն պատկերացեք ոնց ասեմ, ոնց որ Փաշինյան Նիկոլի համակարգից այսօր հանես Մհեր Գրիգորյանի։ Ինչ կմնա Փաշինյան Նիկոլից։ Շատ քիչ բան։ Երմակը ավելին է իմիջիալոց, քան Մհեր Գրիգորյանը։ Ավելին, իմիջիալոց Մհեր Գրիգորյանը, որ ասում եմ, այդքան ազդեցիկը Ռոբերտ Քոչարյանի հաշապանը։ Ռոբերտ Քոչարյանի հաշապանը, որը հանես Փաշինյան Նիկոլի թիմից, այնտեղ շատ լուրջ խնդիրներ կառաջանան։ Իսկ Երմակը ավելին է։ Ավելին, այսինքն համել վերահսկում է Զելենսկուն։ Այն որ Զելենսկուի իշխանությանը ոչ մի բան չի մնացել, դա բոլորն են հասկացել։ Հիմա հարցը արդեն գլոբալ առումով մնացել է հետևյալը։ Ռուսական փողը, որ սառեցվել է 350 միլիարդը, ով է տնօրինելու, Ամերիկայի Միացյալ Նահանգները թե Եվրոպան։ Ասեն Ուկրաինան վերականգնելու այդ տենդերները, դրա համար վճարվող այդ ծառայությունները ուր է գնալու Եվրոպա, թե Ամերիկա։ Այն որ արդեն Զելենսկին ոչ մի բան չի ներկայացում եւ իր ճակատագիրը արդեն որոշակի է, դա ոնց որ թե ոչ մեկի մոտ կասկած չի առաջացնում։ Հիմա արդեն դեռ հարց ուրիշ տեղ է։ Ռուսաստանի սառեցած փողերը ով է ծախսելու, Ամերիկայի Միացյալ Նահանգները, այսինքն ուր են գնալու եկամուտները, թե Եվրոպա։ Այս ամեն ինչում ով է տուժում։ Ով տուժեց։ Ուկրաինայի ժողովուրդը եւ Ռուսաստանի ժողովուրդը, բնականաբար։ Իսկ ավելին Ուկրաինայի ժողովուրդը, որտեղ Ռուսաստանի տարածքում պատերազմ չի եղել։ Այո, սպանվել են մարդիկ, այո, հիմնականում գնացել են զեկերը, որոնք պետք է բանտում մեռնեին, գնացել են դեռ փողի դիմաց են մեռել։ Ռուսաստանի համար կորուստը այս պատերազմի համար, բացի տնտեսականից, այդքան ֆիզիկական չի։ Գնացել են, սպանվել են այն մարդիկ, որոնք փողի դիմաց պատրաստ են եղել ուրիշի սպանելու։ Ուկրաինայի պարագայում ուրիշ բան է։ Ուկրաինայում սպանվել են եւ ավիրվել են այն մարդիկ, որոնք պահպանել են իրենց տները։ Իրենց տներն են ուզեցել փրկեն, պահեն, Դա բան եմ ասում, ամենաշատ այս պատերազմում տուժեց Ուկրաինայի կողմը, որի ալյան վրա Զելենսկին $200 միլիարդ առևտուր արել։ Թե դրանից ինչքան է հասցրել Թալանի, 2 տարվա առաջվա տվյալներով այդ թիվը $2 միլիարդից ավել էր տարածը։ Թե այս վերջում ինչքան են իրանք, ես արդեն դադարել եմ հետևել։ Ես տարուկեսից ավելը դադարել եմ հետևել Ուկրաինայում ինչա կատարվում, այդ ֆինանսական իմաստով, քաղաքականը նայում եմ։ Բայց հենց հասկացել եմ, որ այս պատերազմը երկարաձգվում է զուտ օգնությունները թալանելու համար։ Սա նույնն է ոնց որ բանում, գիտեք, 88 թվականի երկրաշարժի ժամանակ, երբ որ ամբողջ ազգը փող էր հավաքում։ Այն ժամանակվա հիշում եք, ովքեր։ Այն ժամանակ բան կար, չէ՞։ Հայոց համազգային շարժում կար։ Ժողովրդի վստահված անձիկ էին։ Այդ ամբողջ օգնությունները գալիս էր մասնավորապես Ստամբոլցյան, դա անունը մոռացա, Ստեփան Ստամբոլցյան, եթե հիշում եք գրեք այդ ինչ Ստամբոլցյան էր դա։ Ոչմ Ստամբոլցյանն էր դա տնօրինը։ Մենք այս ամեն ինչը տեսել ենք, դրա համար այնքան վատն է մեր բանը, այնքան կեղտոտ ենք կներեք այս արտահայտության համար, որ միանգամից տնում ենք այդ կեղտը, որտեղ դա մեջով անցել ենք մենք ամեն ինչ ունեցել ենք, երկրաշարժի օգնության թալանը տեսել ենք, մեր կազմակերպված պատերազմը տեսել ենք, պատերազմի նվիրված փողերի ծախսը, բան ամեն ինչ տեսել ենք մենք։ Դրա համար էլ այս ուկրաինական այս պատմությունը ոնց որ մեր հետ արդեն եղել էր։ Ասենք մենք այդքան փչացած ենք, էլի, մենք սենց տեսանք այդ ամեն ինչ։ Ուկրաինացիները չեն հավատում, որ դա հնարավոր է, ասում էին, հնարավոր է։
Հավատա, մենք տեսել ենք էդի։ Ենթադրում եմ, որ այս ամեն ինչը բացահայտելուց հետո հիմա ուկրաինացիներն են հավատում, որ այո, իրոք դա հնարավոր էր ու այդպես էլ եղավ։ Буквально за 2 часа до того, как должны были задержать друга Зеленского, Тимура Миндича, который негласно является кошельком Владимира Зеленского, совладельцем квартала 95, буквально за 2 часа он уезжает из Украины и начинаются обыски в его офисе. Սա Զելենսկու գործընկերն է, կվարտալ 95-ի համասեփականատերը հրեա Միդիչն է։ Եվ ընդամենը 2 ժամ առաջ ինքը հասնում է իբր։ Ինքը թռնում է մի խոսքով Իսրայել, որտեղ ամենաապահով տեղն է հանցագործների համար, մանավանդ հրեա հանցագործների համար։ Եվ 2 жам հետո իր թռնելուց հետո նոր ուշացումով մտնում են իր օֆիս ու ինչ են գտնում։ Совместно с американцами даже Американцы FBI. Приезжает ФБР, и деньги они пиздили просто по-страшному. Просто для того, чтобы вы понимали, какие суммы они там находили во время обысков в этих офисах. Валюты были абсолютно разные. Нет ни одной гривны и нет ни одного рубля. А вот эта картинка меня вообще очень сильно поразила, потому что вот это вот бабки из Миннесоты, это из Атланты, это тоже из Атланты, и вот это вот из Канзаса. Вы Խոսքով Մինեսոտա, Ատլանտա, Կանզաս, այդ փաթեթների վրա որտեղից է եկել այդ գումարները, նույնիսկ դա է գրված։ Նույնիսկ դա է գրված, այս որտեղից ու կանխիկ փող, կանխիկ այսքան փող, սա այնա որ չեն հասցրել նույնիսկ կամ ալարել են նույնիսկ տեղափոխել։ Պատկերացնում եք, ալարել են։ Ինչա, մի քանի սումկա էր կարող է, ինչի ասենք 1 օր առաջ տեղափոխել։ Այնքան են թալանել, որ մի քանի սումկա էլ փող մնա պայուսակ, էական չի։ Էական չի։ Այդ վիճակն է եղել իրանց մոտ։ Իհարկե ուկրաինացի ժողովուրդը պատերազմի մեջ է, ամեն ինչ կորցրած, սոված, ցուրտ։ Просто вдумайтесь, пожалуйста, для того, чтобы найти коррупционные схемы, приезжают американцы в Украину, А знаете, откуда они пиздили эти деньги? Американцы, оказывается, выделяли деньги для того, чтобы Украина Ասում որ սխեմաները հասկանան, ամերիկայից են եկել մասնակիցներ, ու սխեմաները հասկանան ոնց է այդ փողերը եկել, ոնց է դարել այդ վիճակը, ու ինչի համար են այդ փողերը տվել, որպեսզի էներգակիրները պաշտպանեն могла обеспечить безопасность своей энергетики, чтобы налеты вот таких вот БПЛА не попадали в ОТЭЦ, ТЭС и так далее, чтобы украинцы все время были при свете. Ну а сейчас мы с вами вместе видим то, что там все вообще по пизде. Но տվել են, որ իրենք կարողանան այդ փողերով պաշտպանություն կազմակերպեն, որ ուկրաինացիները միշտ լույսը ջուր ունենան տակ, բայց իրանք ուկրաինացին լույս ջուր կարող է եւ չունենա, դե պատերազմի ժամանակներ են էլի, սարիկաները բոլոր տեղերը նույնն են, նույնը, այդարմանք մեզ։ Ես չեմ պատրաստվում ինչ-որ մի հատ կակոյնի բույս թուրքի հետ համատեղ ապրելու։ Մեր աղբերների գերեզմանը 2 մետր ներքև է։ Ամեն անգամ ասնելուց հետ դառնալուց ասենք ինչ պետք է մտածես։ Թուրքի հետ պատրուկ անելով իջնենք ու նայենք գերեզմանին, մենք մեզ լավ զգանք։ Ես ինձ եմ ուզում հավատամ, այստեղում չեմ ճանաչում, բայց իմ եղբայրն է ինքը։ Իմ համար հայ է ինքն է։ Ես ինձ եմ ուզում հավատամ, որ Հայաստանում հայ է մնացել։ Հայաստանում հայ կա։ Որ իր զոհված եղբայրը, հայրենիքն, ընկերը Աննայի ասած էշնահատակ չի։ Չի զոհ է հանում ոչինչ չի էլի։ Այդպես ներքուստ վախում եմ, որ այս տեսակը քիչ է մնացել։ Ես չգիտեմ, ես Հայաստանում չեմ, իմ մոտ կարող է բանա, տագնապն է շատ։ Ինձ եմ ուզում հավատամ, որ այս տղեկը կան, այս տեսակը կա, ոչ իման կորած չի։ Եթե կա, իրոք կա։ Այս վիժվածքները չեն կարողանալու անել, այն ինչ որ ուզում են։ Այս տեսարանը տեսա այսօր։ Ես ուզում եմ դուք էլ նայեք։ Սա Փալաջանովն է նկարել։ Նայեք։ Вот так выглядит кардиограмма каждый. Այս նայեք, կարդիոգրամա է, բան են արել, այդ մասիսը նայեք։ Ասում այսպեսին է կարդիոգրաման ցանկացած հայի։ Այդպես է պատկերացրել Փալաջանովը, մասիսի տեսքով նայեք։
Видит кардиограмма каждого армянина. Здесь Сергей Параджанов нарисовал, как сердце бьется в такт малому и большому Арарату. Это Որ մեր ծրտի բաբախումները դա սիսնոմասիսն է։ метафора, мол, где бы ты ни жил, что бы ты ни пережил, Арарат все равно внутри тебя. Հարաջանովն է մեծ։ Որ մեր սրտի բաբախումները դա հենց սիսնոմասիսն է։ Մեր բասում հայերիսի նկատն է։ Բնականաբար Թորոսյան Արսենին դա չի վերաբերվում։ Թարսեն Սորոսյանի դա իր համար ընդամենը սարա։ Սրտի բաբախում ինչ բան։ Հիմա այս սրտի բաբախումը, որ ուղիղ կապված է մասնիսի եսիսի հետ, ճիվաղին թվում է, թե ինքը իր հայտարարություններով, իր ոչնչություններով ինքը կարողանալ է մեր սրտից հանի, ու մեր սիրտը սկսել է ուրիշ ձև բաբախել դա հենց հետո։ Պատկերացնում եք։ Կամ չբաբախել ընդհանրապես։ Ավելի շուտ մեր սիրտը չի բաբախի, կամ քան կբաբախի ուրիշ ձև։ Վերջում ես տեսարանը ուզում նայենք իրար հետ։ Այս մարդիկ քարից չեն, հոգի ունեն, կռիվ ունեն, հիշողություն ունեն։ Պայթելու է մի օրում բեկորներից ոչ մեկը չեք փրկվելու։ Պատերի տակից հավաքելու են ձեզնից մնացած զիբիլը։ Այո, մենք քարից չենք, համբերություն կա, պայթելու է ու պատերի տակից հավաքելու ենք ձեզանից մնացած բիոմատերիալը, զիբիլը։ Ես չգիտեմ այս ֆիլմը անկեղծ ով է նկարել, ինչի համար իսկ նկատի ունեմ, էլի։ Մենք մի օր անպայման կիմանանք, որտեղ ես չեմ կարծում, թե այս ֆիլմը նկարվել է պատահական։ Էն էլ այդ շրջանում, այսքան ճշգրիտ, ոնց որ սա նույն բանն է, ինձ հիշեցնում է բանը, Слуга народа, Զելենսկու մասին նկարացա։ Ես վերջն եմ հիշում Слуга народа, երբ որ Ուկրաինան բանջարվեց մի քանի մասերի։ Ես դա վերջն եմ հիշում։ Ես սպասում եմ այդ զարգացումների, որ հասկանամ միջև որտեղ են իրականացնելու այդ ֆիլմը։ Գա մի օր երևի կհասկանանք այս ֆիլմը ով էր նկարել եւ ինչու էր հենց այս հերոսներով նկարել ու հենց այս ձև։ Բայց այն որ իրոք այս ժողովուրդը հավերժ չի կարես ամեն ինչը անդուրջի, իրոք ֆայթելու է ու պատերի տակից ձեզ զիբիլներն են հավաքելու, այն ինչ որ կմնա ձեզանից։ Ես դան հավատում եմ։ Հավատում եմ, եթե այն մեր ընկերը, որ ցույց տվեցինք սրանից առաջ, իր տեսակը շատ է Հայաստանում։ Անկեղծ ուզում եմ հավատամ, որ դա է այդտեղ։ Այդ հենց է, եթե տենց է, ուրեմն սա կիրականանա։ Շատ բանով կախված է մեզանից, շատ բանով կախված է այս ուժայինների ընտանիքների անդամներից, որոնք այսօր սկսեն հարցեր տալ ոնց իրենց ընկերներին, բարեկամներին, զավակներին, ամուսիններին, հայրերին ասել, դու ինչ ես անում։ Դու ինչ ես անում։ Դու մտածել ես դրա հետևանքների մասին։ Այսօր բանը այսքանը։ Լավ մնացեք։